ծնողն իր առաջին դասարանցուն դպրոցում հայտագրել կարող է հունիսի 8-ից։ Ընդունելության գործընթացում փոփոխություններ են արվել։ Նախ ծնողը պետք է ունենա օգտահաշիվ my.amis.am հարթակում, որը հնարավոր է բացել երկու եղանակով՝ ID քարտի կամ Mobile ID առկայությամբ Ես եմ ազգային նույնականացման հարթակով կամ էլեկտրոնային հասցեով։ Նախորդ տարի երեխային հայտագրելու համար ծնողը պետք է անցներ ստուգման փուլ, որը կարող էր մի քանի օր տևել։ Հիմա My.Amis կայքը բնակչության պետական ռեգիստրի հետ ավտոմատ համադրմամբ արագ կնույնականացնի ծնողին եւ վայրկյանների ընթացքում օգտահաշվում կցուցադրի երեխայի տվյալները։ Եթե երեխան դիցուկ ունի հաշմանդամություն, մեզ պետք չի ծնողին ասել, որ մեզ ներկայացրեք հաշմանդամությունը վկայող տեղեկանք։ Մենք մուտքի հնարավորություն ունենք եւ տվյալների փոխգործելիության արդյունքում մենք անմիջապես էլեկտրոնային հարցումով ստուգում է համակարգը, օրինակ e-disability համակարգի հետ եւ անմիջապես տվյալները գալիս են կամ անապահովության սանդղակից օգտվող ընտանիքների վերաբերյալ, այսինքն այդ ամբողջ տեղեկատվությունը ծնողը կարիք չունի լրացուցիչ ներկայացնել։ My.Amis.am-ում նախորոք գրանցվեք հորդորում է փոխնախարարը։ Հուշում, օգտահաշվի ստեղծումը հնարավոր է նաև մինչև հայտարարման մեկնարկը։ Այդպես գրանցումը չի ուշանա եւ հնարավոր կլինի խուսափել կայքի գերբեռնվածության կամ խափանման հետևանքով առաջացող խնդիրներից։ Նախապես էջը պատրաստ լինի, որպեսզի հենց իրենց խմբի համար հասանելի հայտագրման օրը գա, իրենք անմիջապես ընդամենը երեխային դպրոցը ընտրեն եւ նշում անեն դպրոցի ընտրության մնացած ամբողջ տեղեկատվությունը, թե օրինակ երեխան համապատասխանում է դպրոցական տարիքին, թե ոչ, թե արդյոք երեխան ունի առաջնահերթություն։ Այս ամբողջ տեղեկատվությունը անմիջապես համակարգում երևում է, երբ ծնողը գրանցվում է։ Հետևաբար հայտագրման համար իրենց մնում է միայն դպրոցի ընտրությունն անել։ Առաջին փուլով հունիսի 8-ից մինչև 21-ը կհայտագրվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հաշմանդամության կարգ նույն դպրոցում սովորող քույր եղբայր կամ աշխատող ծնող ունեցողները։ Հունիսի 23-ից հարթակը բաց կլինի բոլորի համար, իսկ 30-ից նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ Թվայնացումը բազմաթիվ նպատակներ ունի, բայց դրանցից ամենաառաջիններից մեկը երեխաների կրթության իրավունքի իրացումը եւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխումն է։ Թափանցիկությունը ապահովելու նաեւ տեսակետից, իսկ առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը մեզ հստակ հնարավորություն տվեց այդ թափանցիկությունն ապահովել։ Այլևս որևէ տնօրեն չի կարող խոստանալ որևէ կամ որևէ պաշտոնյա չի կարող խոստանալ որևէ ծնողի, որ իր երեխային կընդունի դպրոց, որովհետեւ դա էլեկտրոնային է, թափանցիկ է եւ որևէ մեկը որևէ միջամտություն չի կարող ունենալ։ Դպրոցների կառավարման թափանցիկության նպատակով այս տարի էլեկտրոնային կդառնա նաև ավագ դպրոցի հայտագրման գործընթացը, հերթում մանկապարտեզներն են։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։